Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժը ունի վարչապետի թեկնածու, որի անունը կհրապարակվի փետրվարի 12-ին կուսակցության առաջին համագումարի ժամանակ։ Ես ուզում եմ հայտարարել, որ փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով եւ այնտեղ կնչի մեր վարչապետի թեկնածուի անունը։ Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք ռեալ շանս չունեն անցողիկ շեմը հաղթահարելու համար, Նարեկ Կարապետյանը խորհուրդ է տվել դրսևորել պետականամետ մոտեցում եւ չմասնակցել առաջիկա ընտրապայքարին։ Կարապետյանի կարծիքով իշխանության ու ընդդիմադիր դաշտի ձայների տարբերությունը քիչ է լինելու ու անգամ 1% ձայնը կարող է որոշիչ լինել։ Իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Կարապետյանը չի բացառել, որ իրենց թիմում կարող են լինել նախկին բոլոր իշխանությունների հետ աշխատած մարդիկ։ Իրենք նախկին ներկա չեն անում, այլ պայմաններով են թիմ հավաքում։ Կարևոր նախապայմանը մաքուր ձեռքեր եւ պրոֆեսիոնալիզմ։ Մենք 50 միլիոն չենք, որ ընտրենք, թե չունենք այդ մեծ ընտրությունը, մեր հասարակությունը, որ իրար մոռանանք։ Ադրբեջանի հետ առևտուր կանի ընտրություններում հաղթած նոր ուժը, եթե կարողանան հասնել էժան նավթից ու գազից էլ կարևոր հարցերի լուծմանը։ Մեր հարաբերությունները ոչ միայն տնտեսական է, մենք ունենք առաջնային գերիների հարց, առաջնային մեր հայրենիքի այն մարդկանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք, իրենց անվտանգության մասը, հասկանում եք ում մասին է խոսքը։ Կան հարցեր Ադրբեջանի հետ։ Նավթը, գազը հնարավոր է իրար հետ աշխատել միայն այն պարագայում, եթե հայկական ապրանքն էլ գնալու է Ադրբեջան։ Պետության վերջին շաբաթների ամենաաղմկահարույց թեմայի մասին է խոսել Նարեկ Կարապետյանը՝ միլիարդավոր պարգևավճարների, որ ստացել են պաշտոնյաները մի երկրի, որի բնակչության 20%-ը աղքատ է։ Պարգևավճար ստանաս, քո բնակչության 20%-ը աղքատ լինի, ինչի համար ստանաս պարգևավճար։ Չեմ հասկանում։ Հիշում եք, ժամանակին ասում են, որ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ։ 3 միլիոն վարչապետ ունենք, բայց ընդամենը մի վարչապետն է պարգևավճար ստանում։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու խոստում է տալիս ազգային բարերար Սամվել Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկը այսօր հրապարակել է մեր երկրի տնտեսությունն ուժեղացնելու 5 քայլ։ Դրանցից առաջինը 300,000 աշխատատեղերի ստեղծումն է մակրոտնտեսական պլանավորված քաղաքականության միջոցով։ Երկրորդը դեղերի գինը նվազեցնել 20%-ով Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Երրորդ գյուղերում բերքի երաշխավորված մթերման համակարգներ դնել։ Չորրորդ 20,000 մատչելի բնակարաններ կառուցել պետական աջակցությամբ։ Եվ 5-րդ քայլը փոքր բիզնեսը ազատել հարկերից։ Ովքեր են լինելու շահառուները։ Գեղեցկության սրահներ, հարկերը լինելու են 0%։ Հացի քուրեր, հարկերը լինելու են 0%։ Փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու է 0%։ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մոռանա, որ իր մոտ գալու է հարկայինը, գալու է քնչականը, գալու է ԱԱՑ-ը, չգիտեմ, բերդպարային համույթը։ Ոչ մեկ մոռացեք։ Դուք պետք է կենտրոնանաք գումար աշխատելու բարեկեցությունը ձեր մեծացնելու մեջ։ Դա է ձեր ճանապարհը, դա է մեր բոլորիս ճանապարհը, որպեսզի կարողանաք հաջողության հասնեք, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք հարկեր վճարել, ոնց որ բոլորը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալմանին եւ հանձնաժողովի անդամներ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելին եւ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամաթին։ Հյուրերը վարչապետին են փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալի կառավարության հրավերը եւ հայտնել, որ նա ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել են 2026 թվականի մրցանակակիրներ։ Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է եւ մենք միասին ընդունում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է։ 2019 թվականին հիմնված եւ $1 միլիոն մրցանակային ֆոնդ ունեցող այս հեղինակավոր պարգևը շնորհվում է այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք բացառիկ ավանդ ունեն համաշխարհային խաղաղության եւ մարդկային համակեցության ամրապնդման գործում։ Ադրբեջան անվանումը մարզաշապիկի վրա փակելու հայ դահուկորդի քայլը ողջունած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը այլևս չի ղեկավարի ֆեդերացիան։ Նա հայտարարել է նախագահի պաշտոնը թողնելու մասին, ակնարկել, որ իր անձն է խանգարում պետությանը աջակցություն տալ դահուկային սպորտին։ Սարգսյանը մինչև հրաժարականը կոշտ էր պատասխանել ԿԳՄՍ նախարարությանը, որը դահուկային սպորտի ֆեդերացիայից պարզաբանում էր պահանջել, թե ինչու է հայ մարզիկը միջազգային մրցման ժամանակ փակել Ադրբեջան անվանումը։ Սարգսյանը պատասխանել էր, կատարվածն առավել քան պարզ է եւ պարզաբանման կարիք չունի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, եթե Դոնալդ Թրամփը եվրոպական 8 երկրի նկատմամբ 10% հավելյալ մաքսատուրք սահմանի Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, միությունը կպատասխանի անզիջում, միասնական եւ համաչափ ձևով։ ԱՄՆ նախագահը նորեր առաջ հայտնել էր, որ պատրաստվում են նոր հարկեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են իր հավակնություններին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը զգուշացրել է, Եվրոպան չպետք է արձագանքի նոր մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարություններին, շեշտելով, որ ինքը խորհուրդ է տվել բոլորին նստել աթոռին եւ խորը շունչ քաշել։ Հարցին, թե Եվրոպան կարող է ԱՄՆ-ի դեմ որևէ պատասխան միջոցներ կիրառել, նա պատասխանել է. ոչ։ НАТО, ОБСЕ – это евроатлантические структуры, и как таковые… Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոշտ գնահատականներ է տվել Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ, նշելով, որ Մոսկվան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե գործարքային մոտեցումների, այլ միջազգային իրավունքի եւ պետությունների հավասարության սկզբունքների վրա։ Լավրովի խոսքով, եթե Արևմուտքում նախընտրում են իրար հետ խոսել ոչ ֆորմալ կանոններով, դա իրենց ընտրությունն է։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր կարծիքով լրջորեն պատրաստվում է ռազմական հնարավոր բախման Ռուսաստանի հետ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում եվրոպական եւ գլոբալ անվտանգության համար։ Ըստ դիվանագետի, Արևմուտքում արդեն քննարկում են, թե ՆԱՏՕ-ի դաշինքն արդյոք պետք է պահպանվի իր ներկայիս ձևաչափով, թե անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Խոսելով Լատինական Ամերիկայի մասին, Լավրովը շեշտել է, որ Միացյալ Նահանգները կոպտորեն միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին եւ ճնշում գործադրում տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ, փորձելով ամրապնդել իր ազդեցությունը։ Ստավրոպոլում սպանվել է ռուս զինծառայողների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորող Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնել է երկրի անվտանգության դաշտային ծառայությունը։ Ըստ գերատեսչության, հարձակվողը գործել է ուկրաինական հատուկ ծառայության հրահանգով։ Ահաբեկիչը դիմադրել է կրակելով աշխատակիցների ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ նա սպանվել է։ Գազայում թուրքական կամ կատարական զորքեր չեն լինելու, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմի հետ կան համաձայնություններ Գազայի կառավարման կոմիտեի վերաբերյալ։ Գազայի հատվածում Թրամփի ծրագրի երկրորդ փուլով Համասը կզինաթափվի, իսկ Գազան կապառազմականացվի։ Իսրայելի վարչապետը վերջին օրերին բացահայտորեն անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Համասի հետապնդումից հետո Գազայի օղակիորեն կառավարելու համար նախատեսված կոմիտեներում նշանակումների վերաբերյալ։ ՆԱՏՕ-ն սահմանափակել է ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին Գրենլանդիային ուղղված սպառնալիքների պատճառով։ Ըստ որոշ աղբյուրների, դաշինքի ներկայացուցիչներն այլևս բացահայտ չեն շփվում ամերիկացի գործընկերների հետ, քանի որ տեղեկությունը կարող է հասնել Թրամփին եւ օգտագործվել դանիական կիսաինքնավար տարածքը գրավելու գործում։ Բրիտանական մամուլի տեղեկությունով Մեծ Բրիտանիան մտադիր է կրկնապատկել իր ջանքերը եւ ամրապնդել պաշտպանական համագործակցությունը
համագործակցությունը Եվրամիության երկրների հետ։ Այս ամենի ֆոնին Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան կպատերազմի Միացյալ Նահանգների դեմ, եթե ԱՄՆ-ն փորձի գրավել Գրենլանդիան։ Նրա խոսքով Դանիան գիտակցում է, որ Միացյալ Նահանգները ռազմական առավելություն ունի երկրի նկատմամբ, սակայն եթե ռազմական գործողություններ սկսվեն, դրանք կավարտվեն Միացյալ Նահանգների համար բացասական արդյունքներով։ Միչիգանում ավելի քան 100 մեքենաներ բախվել են իրար ճանապարհի մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, բազմակի բախումների պատճառով մայրուղին ամբողջությամբ փակվել է։ Ժամեր շարունակ փրկարարները փորձել են հեռացնել բեռնատարներն ու մեքենաները երթևեկությունը վերականգնելու համար։ ԱՄՆ զորքերը տեղակայվել են Հասակեի Ալ-Սինա բանտի շուրջ, որտեղ պահվում են իսլամական պետության գերիները։ Քրդական ուժերը դիտավորյալ ազատ են արձակում հարյուրավոր իսլամիստ ահաբեկիչների իրենց կողմից վերահսկվող բանտերից նոր ռեժիմի զինյալների առաջխաղացման ֆոնին։ Կամչատկայում ձյան հաստությունը հասել է լուսացույցերի բարձրությանը, մոտ 170 սանտիմետրի, իսկ որոշ շրջաններում ավելի քան 2.5 մետրի։ Ըստ Կամչատկայի հիդրոօթերոութաբանական կենտրոնի, վերջին անգամ նման իրավիճակ գրանցվել է 1970-ականների սկզբին։